Վարդան Մինասյանի հետ։ Այժմ Մալիչկայի կացիկը խաղի մասին դուք կարող եք հնձել հարցերը։ Որի գնալ չեմ ասում, որ իսկական գաղութային խաղ էր, ես կարող եմ լավ եզրապատիչ լինել։ Գիտեք, 11 մետրոստում դա մի քիչ կարող է դժվար է, դա քիչ երևի բախտը դերից։ Բայց ընդհանուր խաղի մասին կարծիք ասեմ, ճիշտ ասած մենք այնպես տպավորություն, որ մենք խաղում էինք մրցակիցը գոլի, սենց արագ հետքերով այս տպավորությունը թողել խաղը։ Պարոն Մինասյան թիմը բաց թողեց խաղի ընթացքում 2 գոլի առավելությունը։ Սովորաբար մարզիչներն ասում են, որ 2-0-ն ամենավտանգավոր հաշվին է ֆուտբոլում, արդյոք այստեղ այդ գործոնը կան, որ թիմի վրա հոգեբանորեն հասնել։ Տեսեք, այդ ծեծված խոսքեր կան, որ մարզիչները միշտ ասում են իրենց ֆուտբոլիստներին, ինչ թուլանաք, այս հաշիվը, չէ, այդ ամեն ինչը մենք արել ենք, բայց նույնիսկ կրկնեմ, իրոք ես նույնիսկ ինչ հանդերձամ, ասացի, որ ես չկա մի բան, որ ձեզ ասեմ, այս մասը թերանում եք կամ բան եք անում, իրոք, իմ մոտպես տպավորություն, մենք լավ ենք խաղում, մենք վատ չենք խաղում, ուղղակի ստանդարտ, որ երևի Փյունիկի ուժեղ կողմերից մեկն է ու չգիտեմ, ինքնագոհ։ Սենց խաղեր լինում են, ուղղակի մեզ պետք է մի քիչ ավելի ուշադրություն լինել պաշտպանությունում ու մի քիչ այդ վերջի փոխանցումը հարձակմունքում, ամեն դեպս մենք բավականաչափ պահեր ունեցել են գոլ խփելու համար խաղից, բայց չստացվեց այսօր վերջի փոխանցումը հարվածը։ Այստեղ հոգեբանական պահ կար, նույնիսկ ես իրանց ուրիշ բան եմ ասել, իմ համար 2-0-ն ավելի վտանգավոր է, քան 1-0։ Դա էլ իրենց ասել, բայց ուսում է հետաքրքիր։ Պարոն Մինասյան, խոսեցիք հոգեբանությունից, թիմը պատրաստ էր ու հանդիպում այսպիսի երբ կունենա։ Քանի որ մի խաղով շատ բան էր որոշվել այսօր, Փյունիկը ռիսկի էր դիմելու, ու պատրաստել էր հոգեբաններին, բայց երբ չես իմանա ինչ ուղղությամբ խաղը կգնա, մանավանդ հաշվի առնենք, որ սա Փյունիկն է, այսինքն փորձառու թիմ է, ֆուտբոլը խաղում, տակտիկապես շատ գրագետ թիմ է, այդ ամեն ինչ պատրաստվել ենք, բայց մի բան է պատրաստել, մի բան է թե ինչ սցենար կգնա խաղ։ Մինասյան առաջնությունում հիմա շատ մոտ է չեմպիոնությանը, ձեր կարծիքով նոաներ այս մրցաշրջանում այդքան ուժեղ բոլորից, թե անմիջական մրցակիցների թերացումն եք այժմ նաև առատան լինի։ Ինձ դեպքում հարց է տվել, սրա մասին իսկական եժում խոսում, բայց ես միշտ վերջերասկզբունք ունեմ, որ անպայման են թիմը, որ չեմպիոն դառնամ, ես կշնորհալու եմ անձամբ, երբեք չեմ անգամ, որ ստեղ թերացանք, հենց որ ամեն ինչ օրինաչափ է, սենց կասեմ։ Եթե ինքը չեմպիոն պետք է դառնա, օրինաչափ է, մանավանդ, որ բոլոր պոտենցիալը, բոլոր ռեսուրսները ինքը ունի, դուք ինձանից լավ գիտեք ներսից, թե թիմը ինչ անում է, օրինաչափ ամեն ինչ, եթե դա լինի, բայց ամեն դեպս պաշտոնապես դեռ չեմպիոն չի, ասեմ։ 3 միավոր։ 3 միավորը Դեռ ինչ կարող լինի, տեսակ ես որ ինչ եղավ։ Բայց դա 5-ը խաղում 0 միավոր, ասենք 5-ը խաղը կորսնի 3 միավոր չվաստակին քիչ հավատալի չէ։ Այդ մակարդակի թմի համար Առաջիկա մրցաշրջանում այդ տարբերությունը Նոայի եւ մյուսների միջև նկատմամբ ֆինանսական եւ այլն լինելու է։ Հնարավոր է առաջիկա մրցաշրջանում էլ գոնե այդ մյուս թիմերը տարբերությունը կրճատեն չեմպիոնական պայքարը։ Սենց ասեմ, խոսքը գնում է եթե մեր թիմի մասին խոսում ես ոչ թիմերի մասին, խոսում տեսեք, թե նոր մրցաշրջանում ոնց կլինի։ Նախ ես չգիտեմ ես որտեղ կլինեմ, որտեղ հունիսի 1-ին պայմանագիրը վերջանում է, ես ինքս էլ չեմ որոշել։ Ակումբն դեռ բան չան, բայց ես ինքս էլ չեմ որոշել, բայց եթե սենց եթե խոսամ, եթե ես որոշեմ, որ պետք է շարունակեմ, մեր թիմը արդեն ինքը շատ առումներով կայացած է, ես պետք է 2-3 կետային ուժեղացում, ռեալ ուժեղացում, ոչ թե կոնկուրենցիա է։ Ու այդ ժամանակ արդեն մենք կարող ենք ռեալ պայքարենք, այդքան ֆինանսական տարբերությունը այդքան դեր չի կանել։ Ես
Եթե հիշում եք առաջի խաղաշրջանից հետո ասեցի որ Ռեալ առաջությունը երկրորդ մասում ասկսում ես նկատում եմ ավելի շատ մեր թիմին ես հիմա տեսնում եմ որ ինչ որ ասել է դա ես հիմա տեսնում եմ հաշվի առնելով շատ գործոններ չգիտեմ ոնց կզարգանա ամեն ինչ բայց ամեն դեպս ես հասկանում եմ այդ ամեն ինչը մեծ ազդեցություն ունի ֆուտբոլի վրա ֆինանսական եւ այլն բայց մենք պետք է ավելի շատ հիմնենք կայացած այդ թիմի կայացած գաղափարի ես sense եմ տենում չգիտեմ ինչքան պատասխանեցի Շնորհակալություն շատ